Արարատյան խոհանոց տատիկի մոռացված կերակուրներ, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Այս ամենը մենք մատուցելու ենք ձեզ իմ հյուրի հետ բարեկամներ, իսկ իմ հյուրն է ձեզ քաջաճանոց Կարին ազգագրական երկի բարի համույթի ղեկավար, մեր լավ բարեկամ Գագիկ Գինոսյան։ Ողջույն Գագիկ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ վերջապես այն կերակուրը, որ դեռ մի քանի տարի արդեն մտմտում ենք, որ երբ ենք պատրաստելու այս կերակուրը։ Մեղմ ասած արդեն երազանքի էր վերածվել եւ կարծես թե ուղղակի իմ տատիկները, որոնց կատարմամբ ես այս ամենը համտեսել եմ, հիմա վաղուց լուսահոգի են եւ անընդհատ փորձում եմ գտնել իսկական Էրզրումյան տատիկ, որից նաև այս բաղադրատոմսը կկարողանայինք վերառնել եւ փառք Աստծո մեր Կարին պարախմբի տղաներից մեկը, որը նույնպես Ախցխայից Ուղրուտ գյուղից է արմատներով այնտեղ է ծնվել։ Այո։ Եւ Սաֆարյան Հակոբի տատիկից փորձեցինք այս բաղադրատոմսը ի վերջո վերծանենք։ Մենք պատրաստելու ենք Կարնո բարբառով ասած կաթիսերը, մի քիչ հիմա Երևանում ավելի կաթիսեր ասած հասկանում են սերուցք։ Այո։ Իրականում բացարձակ կապ չունի այդ կաթիսերի հետ, սա մի այլ տեսակի կերակուր է եւ դրա համար ես բծախնդրորեն ուզում էի, որպեսզի բաղադրատոմսը վերականգնվի, որպեսզի մենակ մեզ համար հասանելի երևույթ չլինի եւ մարդիկ շարունակեն ինքը նոր կյանք ստանա։ Բարեկամներ, պիտի ուրեմն նշենք, հիշեցնենք, թե ինչից ենք պատրաստելու կաթիսերը։ Կաթը եռացնում ենք, որպեսզի յուղը, կաթի յուղային մասը բարձրանա, չէ՞։ Որպեսզի մեկ ամբողջական շերտ ստանանք կաթիսերի, պետք է առնվազն 3-ից 4 լիտր կաթ վերցնել, յուղալի կաթ, որը ավելի ձմռանն է լինում, եւ այդ յուղալի կաթը եռացնել այնքան, որպեսզի վերջում հաստ շերտով սեր գոյանա, որը անպայման պիտի լինի յուղալի։ Այսինքն դատարկ սերը, որպես այդպեսին փրփուրը ինքը դեռ բավական չէ այս ուտեստը ստանալու համար, պետք է պարտադրորեն յուղալի սեր գոյանա, որպեսզի մենք այն կարողանանք օգտագործել այս ուտեստը պատրաստելու համար։ Օգտագործելու ենք նաև ածիկի նմանվող մի երևույթ, որը մենք պատրաստել ենք ցորենը 2 օր թրջելուց հետո մաքրել ենք կեղևից, աղացել ենք, վրայի գոյացած ջուրը հեռացրել ենք եւ նստվածքը արդեն եւ ինչ էին կոչում սա։ Մայրս հիմա էլ պատրաստում է դեռ սրանից եւ հատուկ երեխաներին է նաեւ ուտացնում, որպեսզի ոսկորները պինդ լինի, սա կոչվում է Էրզրումի Կարնո բարբառով նիշաստա։ Եվ օգտագործելու ենք նաեւ շաքարավազ։ 50 գրամ սպիտակուցին, այս նիշաստային նախ պետք է բացենք մի կես բաժակ ջրի մեջ, 50 գրամ նիշաստան պետք է կես բաժակ ջրի մեջ բացենք։ Որից հետո նաև ավելացնենք կես բաժակ շաքարավազը։ Կաթը պիտի լինի շատ ցածր կրակի վրա, որպես ինքը խաղաղ, այդպես մարմանդ բարձրանա, մեր բարբառով ասած մարմանդ եռա եւ յուղային մասը, սերային մասը կուտակվի վերևում։ Նիշաստան արդեն բացեցինք։ Միատար զանգված ստացանք, շաքարավազը որքան պիտի լիներ։ Չբարձրանա։ Ես պետք է մի փոքր էլ ցածրացնել, որպեսզի որ չբարձրանա, ինքը շարունակի այդ շերտը ավելի շատանա, բայց շերտը հավաքվի վրա։ Բարձրանում է։ Այնուամենայնիվ մենք չենք կարողանում էլի Գագիկ ջան։ Մի փոքր եթե հիմա ցածրացնենք եւ նորից շարունակենք տեղադրենք, որպեսզի ինքը այդ սերը տեսնում եք ինչքան ճշմարտանման իրական ուտեստին վայել յուղոտ սեր է գոյացել։ Այո, բայց հավաքված սերը առաջացած կարող ենք հավաքել արդեն։ Իհարկե, պիտի հավաքենք, իհարկե այն պետք է մի քանի օր եռա, այսինքն ինքը դանդաղ մարմանդ ինքը եռացնում են շատ մարմանդ կրակի վրա, ոչ թե մի քանի օր, այլ ահա Այս երևի երկուսով հազիվ հաղթահարենք։ Այո, ես տեսնում եմ, որ մեր հմտությունները չի բավականացնում։ Բայց համատեղ ուժերով երևի պետք էր ծուրղութից տատիկին հրավիրել, ափսոս իմ դամալեցի տատիկն էլ
արդեն լուսահոգի է։ Էլի երա, էլի կհավաքվի, չէ՞։ Մինչ այդ իսկ շաքարավազը ինչքան պիտի Մոտ լցնենք։ կես բաժակ էլ շաքարավազ պետք է լցնենք։ Բարեկամներ, որքան էլ որ խոհարար ենք մասնագիտությամբ ես իհարկե, բայց կան հմտություններ, որ այնուամենայնիվ մեզ դեռ հասու չէ։ Կան դեռ գիտելիքներ, կան դեռ շատ ու շատ այդպես հմտություն չասեմ, բայց գոնե պատրաստելու գաղտնիքներ, որ մենք չենք տիրապետում։ Այ մեր խնդիրը հենց այդ գաղտնիքները վերականգնելն է։ Ես պիտի մի գաղտնիք բացեմ, որ տարիներ առաջ, երբ որ մի պարզ, որ կոչվում էր գեղեցիկ ապարանջան կամ խոշբիլազիկ ուսումնասիրելով, որը ոտքի շարժումները կրկնում էր հելունագործի շարժումները, ինձ թվում էր, որ դա աշխատանքային պար է, որը ուղղակի վերարտադրում է հելունի աշխատանքը։ Բայց հետագայում տարիների փորձառությունը բերեց այն եզրահանգմանը, որ մենք չունենք մշակույթ մեկը մյուսից ազդվող, այլ մենք ունենք ճառագայթանման ազդված մշակույթ, ինքը հիմնված մեկ կետից, բխող ճառագայթները մեկ կետից, որը կոչվում է հայոց հավատալիքներ։ Եվ հավատալիքը, մեր հավատամքը ներազդել է խաչքարագործության վրա, նույն այդ հավատամքը, թե ինչին ենք հավատացել, ինչպես ենք չարը խափանել, ներազդել է կերպարվեստի վրա, ներազդել պարարվեստի, երկարվեստի, անգամ մեր տարազագիտության մեջ եւ նաեւ մեր կերակուրի մեջ, ճյուղերի վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, մի քանի րոպե մենք դեռ պիտի այնպես դանդաղ երացնենք կաթը, որ ստանանք կաթի սեր։ Սերը հավաքեցինք եւ նշված էր, որ կաթսան, որի մեջ պիտի պատրաստենք, մի հատ սառը ջրով ողողում ենք, դնում կրակին դանդաղ։ 3-4 լիտր տարողությամբ։ Այո, 3-4 լիտր տարողությամբ 3 լիտր կաթի դեպքում։ Այո։ Այնուհետև այս արդեն խառնուրդը նիշաստայի եւ շաքարավազի լցնում ենք այդ տարողության մեջ, ահա, որ ամբողջ տակը ծածկվի։ Այնուհետև 30-ից 50 սանտիմետր բարձրությունից նախ պետք է ասենք, որ սկուտեղը պետք է լինի մարմանդ կրակի վրա եւ մեջտեղում պետք է լինի ցանց, որպեսզի ինքը եթե գազօջախի վրա է, գազօջախի վրա, որպեսզի մի քիչ բարձր լինի եւ հավասարաչափ տականա, ջերմությունը հավասարաչափ բաշխվի, բառարան հարթ, այսպես մակերեսով կամ սալօջախ, այդ դեպքում ցանցի կարիքը չունենք։ Եթե ինքը հավասարաչափ է նաև ամբողջ կուտեղի չափի հետ համընկնում է, բնականաբար արդեն դրա կարիքը չկա եւ հիմա պետք է 30-ից 50 սանտիմետր բարձրությունից այսպես լցնենք, որպեսզի փրփրի եւ պղպջակներ առաջանա եւ ամբողջը դատարկելուց հետո պետք է այսպես առնվազն 5 ժամ դանդաղ կրակի վրա, մարմանդ կրակի վրա, ինքը առնվազն 5 ժամ պետք է դանդաղի վրա։ Առնվազն 5 ժամ պիտի եփվի։ Այո։ Եվ ստացվում է մի քիչ արդեն ոսկեգույնի նմանվող եւ մի քիչ սնամեջ ինքը վերևը կապում է շերտը, ներքևում դերևս ինչ որ կաթային շերտ մնում է եւ հանելուց առաջ պետք է մի փոքր դանակով կողքերը բացել, կողքի թեքելով ազատվել ներքևի կաթային մասից, հեղուկային մասից եւ ապա տախտակը դնել եւ շրջել, որպեսզի ամբողջ այդ մասսան հայտնվի տախտակի վրա։ Արդեն պատրաստի մասսան, այո։ Շատ լավ, բարեկամներ, մենք քանի որ մի 5 ժամ պիտի դեռ պատրաստենք, այսինքն այս process-ը 5 ժամ տևի, մենք կընդմիջվենք եւ պատրաստ լինելու ժամանակ արդեն ցուցադրենք պատրաստի վիճակը։ Բարեկամներ, այս 5 ժամը անցավ շատ հետաքրքիր իհարկե, եւ մենք ունենք արդեն կաթի սերը այն տեսքով, որ մենք պիտի ունենայինք 5 ժամ եռալուց հետո այն կաթի սերը, որ մենք ցուցադրեցինք, դանդաղ եռալուց հետո այսպիսի շերտ ստացվեց։ Հիմա սա կկտրատենք, եթե դժվար չի ինձ էլ։ Այո։ Հնարավորություն տվեք վերջին պետք է շեղանկյունաձև կտրատենք։ Այսպես, չէ՞։ Եվ
Շարեք։ Չնայած ծուրգուցիները խանչալ քաշող են, բայց ոնց որ թե խոհարարական առումով այդքան էլ լավ չեմ տիրապետում դեռ։ Գագիկ ջան, ես իրոք որ մի քանի անգամ նշել եմ եւ հիմա էլ պիտի նշեմ հպարտորեն, որ այո, այս կերակուրը, այս ուտեստը հպարտորեն պիտի համարենք մոլեկուլյար խոհանոցի հիմք։ Այս փոքր կտորը բարեկամներ մեղրով մանավանդ այդպես համեմված ցողված կտորների ես ուտեմ։ Շատ մեծ կալորիա են ապահովում մարդու համար եւ հենց այնպես չի որ ասում ենք զորած կերակուր ծորացնենք մեղրը եւ ահա սա է որ հարսի տուն թողնելու կերակուրն է։ Տուն ընդունելուց առաջ այս կերակուրը մատուցում են հարսին։ Ես հարսին չգիտեմ եւ որ զորավոր զավակներ ունենան։ Այո, բայց շատ մարդիկ են հարցնում, որտեղ է գաղտնիքը հայ զինվորի անհաղթ լինելու։ Հայ զինվորի բասկի ուժի գաղտնիքը որտեղ է։ Կարծում եմ հենց այստեղ է։ Փաստորեն ամաչեցի։ Իհարկե ոգին է որ պիտի մեզ միշտ առաջնորդի, բայց այնուամենայնիվ նաև պիտի սնունդ ունենանք, չէ՞։ Անպայման, կարծում եմ սա նաև արյունն է եռացնում, այսինքն ոգի է ներշնչում, որովհետև ձեր ասած մոլեկուլյար խոհանոցը նաև ներքին էներգետիկ երկ է բերում, որը պետք է ծուրգուցու խանչալ քաշողի բնավորությամբ մտնել կռիվ։ Շատ լավ, Գագիկ ջան, գիտեմ որ ասելիք ունես։ Ուզում եմ օգտվես այս առիթից եւ մեր հերոստատողներին խնդրեմ քո խոսքը։ Որին կարոտ է մեր հերոստատողը։ Կուզեի որ քանի որ զորած կերակուրի մասին խոսեցինք, նորից ու նորից շնորհակալություն հայտնեմ բոլոր այն տղաներին, ովքեր գտնվում են սահմանի վրա, բոլորովին վերջերս էր հայոց բանակի տոնը, եւ պիտի ասեմ, որ փառապանց մի բանակ, որը վաղուց արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակից պետք է արդեն անցնի անպարտելի բանակ լինելու եւ հպարտ ենք որ նման բանակ ենք կերտել, հպարտ ենք մեր տղաներով, որոնք ավելի քան ոգեղեն երևույթ են ցուցաբերում եւ կարողանում են բազմականակ ոհմակներին հետ շփոթել եւ կուզենայի որ մենք բոլորս ամեն ինչ անենք թիկունքում որ տղաները ոչ միայն զորած կերակուր որպես սնունդ ունենան, այլ նաև ոգու կերակուր կարողանանք իրենց հասցնենք, նաև գաղափարի կերակուր եւ միշտ լինենք իրենց թիկունքին, իրենց այդ խրամատներում եւ կարեւոր չի, սահմանի խրամատներում, գաղափարի խրամատներում, առողջ սննդի խրամատներում կարեւոր է լինել դիրքերում ու միշտ ծառայել ազգին եւ հայոց բանակին։ Այն ամենով ինչով որ դու զբաղվում ես եւ քո հիասքանչ խումբը եւ քո հիասքանչ թիմը եւ ընտանիքը։ Ապրես դու Գագիկ ջան։ Բարեկամներ ձեր անունից եւս մեկ անգամ եւ բազում անգամ պիտի շնորհակալություն հայտնենք Գագիկին, Գագիկ Գինոսյանին, ով իր աշխատանքով, ով իր մի մոմ վառելու իր այդ ձիրքով խավարը միշտ աշխատում է ցրել, ապրես դու Գագիկ ջան, շատ շնորհակալ եմ։ Վստահ եմ որ սրանից հետո այս կերակուրը վերստին կդառնա հայոց սեղաններին, հայոց հացառատ սեղաններին եւ նաեւ հայոց ծեսերին հարսանեկան եւ զինվորներին բանակ ճանապարհելու, զորակոչելու ժամանակ նորից հայոց ավանդական ծեսի անբաժանելի մաս դառնա։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ Գագիկ ջան, շատ ապրես դու։ Հարգելի հերոստատիտողներ, այսքանն էր այսօրվա համար։ Շատ բովանդակալից էր մեր հաղորդում, բայց այնուամենայնիվ ժամանակը անսպար չէ։ Շնորհակալ եմ որ ունկնդիրը եղաք։ Ուզում եմ որ հրաժեշտից առաջ միշտ մաղթենք մեկս մյուսի, որ լինենք առողջ եւ ողջամիտ։ Ուզում եմ որ բոլորս հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն, քանզի եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։